իրավիճակը, որը առկա է քրեակատարողական հիմնարկներում, մտահոգիչ է, մահեր, ինչպես նաև զոմնայողների եւ այլն եւ այլն։ Դուք տիրապետում եք իրավիճակին։ Զոմնայողների հետ կապված իհարկե քրեակատարողական հիմնարկներում միշտ եղել է այս մշակույթը, սակայն վերջին տարիներին դա կփաստեն մարդիկ, ովքեր որ փորձագիտական աշխատանք են նաև իրականացնում, համապատասխան կամ վերահսկման աշխատանք են իրականացնում, օրինակ դատախազական համակարգը, ՆԻՊ-ը, դիտորդական խումբը, իրենց տրված հաշվետվությունները եւ կտեսնեք, որ մենք տարեցտարի քրեական մշակույթի հետ կապված շատ լուրջ հաջողություններ ունենք։ Այսինքն խոսել նրա մասին, որ քրեական ենթամշակույթը կա։ Իսպար վերացել է։ Ոչ, իհարկե իսպար չի վերացել։ Ես ձեզ հակադարձ հարց տամ։ Մեր հասարակության մեջ իսպար վերացել է քրեական ենթամշակույթը։ Հատկապես ինքը որևէ լծակ չունի, ես ինչ կարող գիտեմ, լրագրող է եւ չի կարող դրա դեմ բացի հրապարակումները պայքարել։ Դուք պաշտոնյա եք դեպի։ Շատ լավ, մենք քրեակատարողական հիմնարկներում ունենք բոլոր այն երևույթները հասարակության մեջ, բոլոր այն երևույթները, որոնք մենք ունենք իրականում հասարակության մեջ։ Այսինքն մեր հասարակության մեջ բոլոր շերտերով, բոլոր խնդիրները ավելի վառ եւ ավելի խտացված տարբերակով մենք ունենք քրեակապետություն եւ ինստիտուցիա բանակում դեպքերում ասում են հասարակությունից, բանկերում Չէ, իհարկե ասում են հասարակություն։ Վերջի շրջանում քրեական ենթամշակույթի հետ կապված ինչ հրապարակում ա եղել, եկեք ավելի առարկայական խոսենք։ Քրեական ենթամշակույթի ազդեցության հետ կապված ինչ հրապարակում ա եղել, ինչ խնդիր ա բարձրացվել։ Եկեք ավելի ես ձեզ հարցնեմ, որպեսզի նաև Նուբարաշենում այդ լրատվական միջոցների կողմից իրականում բնորոշված ծեծի հետ կապված, որը որ եղել է կոնֆլիկտային իրավիճակ եւ դրա հետ կապված ծառայական քննություն նշանակվել, հանգամանքները կպարզվեն եւ դա աշխատակիցների միջև տեղի ունեցող կոնֆլիկտային իրավիճակ է եղել, որը ծեծ է եղել թե չէ, մենք հետագայում մեր ուսումնասիրությունների արդյունքում կպարզենք, բայց դա որ ծեծի մասին է։ Որ ասացին, որ նաև որպես բողոքի ակցիա Նուբարաշենի ծմահների հետ կապվածն եք ասում։ Ծմահների հետ կապվածը իհարկե քրեական բարույթ նախաձեռնվել է եւ դա ինչպես որ մենք իրականում նշել ենք, մենք խոսք ունենք ոչ թե ծեծի, այլ համաչափ ուժի կիրառման հետ։ Եվ առաջին հարցը վերաբերյալ է առողջական խնդիրներու, մասնավորապես այս դեպքում Միքայել Աջապահյանի առողջական վիճակի վերաբերյալ ահազանգ շատ ուղիղ խնդրեց, որ անապահ վիրահատության կարիք կա, ձեզ դիմվել է առողջական խնդիրների հետ կապված, խնդրում եմ քրեակատարողական բժշկության պոակին հասցեագրեք ձեր հարցերը։ Դուք տեղեկություններ չունեք։ Ես տեղեկություններ չունեմ, նաև իրավասություն չունեմ, այսինքն ինքը նաև բժշկական գաղտնիք է պարունակում եւ այս տեսակի տեղեկությունները մեզ չի հասցեագրվում։ Հնարավոր է, որ աշխատանքի ընթացքում որոշակի տեղեկություններ մեզ հասնում է, բայց ընդհանուր առմամբ մենք ունենք բժշկական գաղտնիքը պահպանելու խնդիր եւ բժիշկները պարտավոր չեն մեզ որևէ տեսակի, այսպես ասած, տեղեկատվություն։ Ինչ պայմաններում են պահվում Սրբազանները, Սամվել Կարապետյանը։ Ինչ նկատի ունեք, ինչ պայմաններում են պահվում։ Պահվում են միջին պայմաններում, ոնց որ մյուս հուսամ չեք էլ լինի, պահվում են այնպիսի պայմաններում, ինչպիսի պայմաններում պահվում են մյուս ազատությունից եկված անձինք։ Նուբարաշենում շատ վատ վիճակ է, ես մի անգամ եղել։ Նուբարաշենի պայմանները համեմատության մեջ դիտարկելով ամենավատն են մեր քրեակատարողական հիմնարկներում եւ դրա համար մենք այս տարի որոշակի ուսումնասիրություններ ենք իրականացնում Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի այլընտրանքներ փնտրելու համար։ Իհարկե մենք եւս հասկանում ենք այդ պայմանների վատ լինելը եւ դրա հետ կապված տեղային լուծումներ տալիս ենք, այնտեղ խցեր վերանորոգվել են, երկարատեսակցության սենյակներ են վերանորոգվել, սա որպես տեղային լուծումներ, բայց շենքային պայմանները այնպեսին չեն, որպեսզի մենք կարողանանք համակարգային լուծումներ տանք եւ հիմա քննարկվում է այլընտրանքային լուծումներ գտնելու։ Արտադրության նախարարը ասաց, որ առողջապահական ցանկ կա քրեակատարողական հիմնարկների դեպքում, թե ինչ առողջական խնդիրներով մարդիկ պետք է դուրս գան եւ այլն, այսինքն լուծումն է։ Կարող եք ենթադրել, որ այն մահերը, որ եղել են մինչև հիմա, այդ ցանկի պատճառով է, որ այդտեղ չեն եղել, այսինքն իրենք ամեն դեպքում ես իհարկե միանշանակ չեն ստացել միջամտություն կամ օգնություն դրա համար
Ես միանշանակ այդպիսի հետևություն չեմ կարող անել, որովհետև այս հարցի պատասխանն էլ գտնվում է քրեակատվական բժշկության կենտրոնի եւ առողջապահության նախարարության իրավասության շրջանակներում։ Ես կարող եմ իմ դիտարկումներն անել, այո, լինում են դեպքեր, երբ որ ես անձի առողջական վիճակը տեսնելով, ես որպես այս դեպքում սովորական քաղաքացի, ով որ չունի բժշկության հետ կապված գիտելիքներ, մտածում եմ, որ այս անձը երևի թե ենթակա չի քրեակատվական հիմնարկում պատիժը կրելու։ Այս մասով իհարկե մենք կոմունիկացվում ենք մեր առողջապահության նախարարության գործընկերների հետ եւ վերջիններս նախաձեռնում են նաեւ 825 հրաման որոշումն է, նախաձեռնում են այդ որոշման մեջ փոփոխություններ անելու հանգամանքը։ Դուք Սրբոյի Գայլանի ընկերուհին եք։ Տիկին Գայլանը այդ հարցին բազմիցս պատասխանել է, ես Սրբոյի Գայլյանին ճանաչել եմ, այո, եւ Չենք շատ մարդկանց են ճանաչում, բայց չունենք ընկերական հարաբերություններ, հարցը ուղիղ է։ Հարցը քանի որ ենթատեքստ է պարունակում, ենթատեքստ Ես նորից եմ կրկնում, ես նախարարին միջև իմ պաշտոնավարումը ճանաչել եմ, բայց խնդրում եմ նաև մենք նույն կուրսում ենք սովորել կրիմինալոգիայի մագիստրոսական ծրագրում եւ ինչ է ուզում ստեղ շեշտադրել, այս հարցը շատ խոսվում է սրա մասին, սակայն խնդրում եմ նաեւ իմ կենսագրությունը Եվ տեսեք ես միջև քրեակատվական ծառայության ղեկավար լինելը, որտեղ եմ եղել, ինչ կրթություն եմ ստացել, ինչ պաշտոններ եմ զբաղեցրել, ես հոգեբան եմ մասնագիտությամբ հոգեբան կրիմինոլոգ, հետո մագիստրոսական ծրագիրը ավարտել եմ կրիմինոլոգիա, որը որ հենց հանցավորության պատճառների վերաբերյալ գիտություն է։ Հոգեբան ղեկավար եւ 8 ինքնասպանության Այո, դրանից առաջ ես եթե այդպես դիտարկենք, ես 2020 թվականից սոցիալ-հոգեբանական իրավական աշխատանքների ղեկավարն եմ եղել եւ մենք ունեցել ենք ավելի քիչ թվով ինքնասպանություններ, ունեցել ենք 3, 2 եւ 2024 թվականին ունեցել ենք 0 ինքնասպանության դեպք։ Ինքնասպանության դեպքերը աճը միանշանակ մեզ եւս շատ անհանգստացնում է, մենք անհատական վերլուծություն ենք անում ամեն դեպքով եւ փորձում ենք հասկանալ թե որտեղ են մեր սխալները, որը որ թույլ է տալիս այս իրավիճակին։ Պատճառները որոնք են եղել, ինչ կամենական Պատճառները շատ տարբեր են եղել, ունենք հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունեցող անձինք, ունեցել ենք անձինք, ովքեր նաև իրենց կատարած հանցանքով պայմանավորված չեն կարողացել համակերպվել այդ խնդրի հետ, իրենց կատարված արարքի այնպիսին է եղել արարքը, ունեցել ենք անձ, որոնք որ հոգեկան առողջության խնդիր չի փաստվել անձի մոտ, բայց մեր վերլուծությունները ցույց են տալիս, որ ամեն դեպքում անձի մոտ եղել են որոշակի հոգեկան առողջության հետ կապված դրսևորումներ, որոնք որ հետագայում անձը չի բարձրաձայնել դրա մասին, քրեակատվական հիմնարկը եւ այսպես ասած համապատասխան ծառայությունները դրա մասին չեն իմացել եւ անձը վերջնական արդյունքում կատարել է ինքնը։ Նոր հարց-պատասխանի ընթացքում դուք հետաքրքրվեցիք Նուբարաշենի գործից, այսինքն ցմաներից բացի մեկ այլ դեպք։ Ոչ, մի քանի օր առաջ ուրբաթ օրը կարծեմ հրապարակում եղավ Նուբարաշենում աշխատակիցների միջև ծեծկրտուքի մասին։ Ես էլ եմ այդ տեղեկությունը ստացել, ասում եմ, որ Նուբարաշենի բանկի Իսկ թվաց դրա մասին եք խոսում։ Բաժնի պետ Կարեն Գրիգորյանը իր կաբինետում իր օպերներ Արամ Հարոյանին կամ լավ ես անում։ Ես կարդացել եմ նյութը։ Եթե մեկնաբանությունն է ձեզ հետաքրքիր, միանգամից մեկնաբանեմ։ Դրան էի պատասխանում, որ ծեծելը դեռևս պետք է ուսումնասիրություն արվի, ծառայական քննություն է նշանակվել հենց ուրբաթ օրը, իհարկե մենք դրա մասին գիտեինք մինչև հրապարակումը, այդ մասին մեզ զեկուցվել էր, ծառայական քննությունը նշանակվել է եւ քննության արդյունքներով կպարզվի, թե իրականում ինչի հետ մենք գործ ունենք։ Եվ քրեակատվական հիմնարկները ինչ ծանրաբեռնվածություն ունեն այս պարտիզին, որտեղ մենք խոսում ենք համաներման մասին, եւ եթե շատ ծանրաբեռնված հիմնարկների բոլոր դիմախոսների, Փաշինյանի, Ռոբսի, Սպեսիֆիկ Կորթանի անդամից ասում, լսներ արտադրողները կամ Ձեր հարցի երկրորդ մասին միանշանակ չեմ անդրադառնա, առաջին մասին ասեմ, որ քրեակատվական հիմնարկների ընդհանուր թիվը այս պահին 2845 է, եթե չեմ սխալվում, եւ մենք ունենք լրակազմով մինչև 4000 անձին քրեակատվական հիմնարկներում պահելու հնարավորություն։ Ես ասում եմ թվերի մասին, որոնք որ
համապատասխան նախարարի հրամանով արձանագրված է։ Դեռ 4000 հոգու տեղ կա, թե Ոչ, ընդհանուր լրակազմը մոտավորապես 4000 հոգու համար է։ 2845։ Փաշինյան առաջարկ է ներկայացրել, որպեսզի պատարակներից առաջ հնչի օրհներգը, դուք ինչ արտիքներ եսավոր եւ նաեւ երակոմտրոշը տեղադրել։ Նայեք, ցանկացած հարց, որը վերաբերելի չի իմ մասնագիտական գործունեությանը, ես ի սկզբանե ասեմ, որ չեմ պատասխանել, ու նաեւ խնդրում եմ նկատի ունենաք, որ ես վարչական պաշտոն զբաղեցնող անձ եմ, ում իրավունքները, պարտականությունները նախատեսվում են քրեակատվական ծառայության մասին օրենքով, եւ քրեակատվական ծառայության մասին օրենքը մեզ արգելում է ունենալ որոշակի եւ մեր ելույթներում խոսել որոշակի քաղաքական եւ դա իմ ընտրությունն է պատասխանել ձեր հարցին թե ոչ, որը վերաբերելի չի իմ մասնագիտական գործունեությանը, շնորհակալություն։ Արտիկի քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալի տղայի հետ կապված այդ միջադեպը, որ տեղի ունեցավ, դուք դրանից ինչ հետևություններ արեցիք, արդյոք պետի տեղակալի գոնե ժամանակավոր լիազորությունները կասեցնելու անհրաժեշտություն չկար։ Նայեք, մենք ցանկացած գործողություն, որ իրականացնում ենք, պետք է այդ գործողությունը բխի օրենքից։ Օրենքում համապատասխան օրենքներում մենք չունենք այդպիսի հիմք, որպեսզի անձին աշխատանքից ազատենք կամ լիազորությունները կասեցնենք իր տղայի կատարած կամ իր ազգականի կատարած այս կամ այն հանցանքով պայմանավորված։ Սրա հետ կապված ես ունեմ իմ դիրքորոշումը, որը որ ցանկանում եմ հնչեցնել միանշանակ, մենք ինչ-որ արդեն նշեցի քրեակատվական հիմնարկներում ունենք 2845 ազատությունից զրկված անձ։ Եթե մենք այս տեսանկյունից ենք փորձում նայել երևույթներին, մենք ուրեմն պետք է բոլոր այդ անձանց ծնողներին գտնենք, դարձնենք թիրախ եւ պահանջ ներկայացնենք մի րոպե, եւ պահանջ ներկայացնենք այդ անձանց այս կամ այն աշխատանքից ազատելու, որը կարծում եմ, որ Չէ, անբաժանելիության ոչ, որովհետև նայեք, հիմա ես նաև իմ փորձով ձեր հետ կիսվեմ, քրեակատվական հիմնարկում անչափահասները վերջի տարիներին, լսում եք, վերջ տարիներին անչափահասները նվազագույն թիվ են մեր մոտ ունեցել քրեակատվական հիմնարկներում։ Անցյալ տարի մենք անգամ ունեցել ենք դեպք, որ անչափահաս ազատությունից զրկված անձ չենք ունեցել։ Այս պահին մենք ունենք 6 անչափահաս ազատությունից զրկված։ Այս անչափահասները սովորաբար հայտնվում են քրեակատվական հիմնարկներում ամենածանր հանցանքների դեպքում։ Այսինքն մնացած դեպքերում պետությունը որդեգրել է այնպիսի քաղաքականություն, որ այս անձին չհայտնվեն քրեակատվական հիմնարկներում եւ այսպես ասած կրկնակի հանցածին, այսպես ասած, իրավիճակում չհայտնվեն, որը որ շատ լավ է եւ որը որ տվել է իր արդյունքները։ Նայեք, չէ, թողեք վերջացնեմ։ Եվ մենք ունենք 4 անչափահաս, կասեմ 5, չէ, 5 անչափահաս, ովքեր որ իրականացրել էին այդ ծեծը եւ 4 իրենցից կալանավորվել էր։ Այսինքն իմ տեղեկություններով 3-ը 20 օր, մեկը 1 ամսով։ Հիմա ինչա ասածս, մենք այս վերջի տարիներին, վերջի 6-7 տարիներին չենք ունենա այնպիսի դեպք, որ անչափահասը կալանավորվում է ծեծի հոդվածով։ Իսկ սա նաև աննախադեպ էր այս տեսանկյունից, որ անչափահասը այս այո, խմբակային ծեծի մասին է եւ նաև այստեղ ազդեցություն է ունեցել։ Ես չեմ արդարացնում, ընդհակառակը դա իմ համար շատ մտահոգիչ է ընդհանուր հասարակական տեսանկյունից, որ մենք այդպիսի երևույթներ, որը պետք է կարգ ու կանոն բանդերում հաստատի, այնպես անի որ բանդում հայտնվածը ուղղվի բանդից դուրս գալուց հետո ճիշտ ճանապարհով գնա։ Ես ցանկացած բան, եթե մենք խոսում ենք, ես ուզում եմ, որ մենք խոսենք հողի վրա երկու ոտքով կանգնած վիճակում։ Մենք, այո, հիմա նայեք, մենք այնպես չի, որ մեր համար նորություն է, որ մեր հասարակության մեջ հատկապես այս տարիքի երեխաների շրջանում լինում են ծեծի դեպքեր։ Սա մեր համար նորություն չի։ Եվ սա նաև մեր հասարակության, չէ, թողեք վերջացնեմ։ Չէ, ես հիմա տանում եմ նրան, թե մեր հասարակությունը ընդհանուր առմամբ, հատկապես տղաների շրջանում, բռնության քարոզող հասարակություն է։ Այսինքն տղան մեծանում է, տղային ասում են, երբ որ մեկը քեզ բան է ասում, քարը վերցրա դուր գլխին, ու երեխաներին սովորեցնում են ավելի շատ բռնություն, քան առողջ հարաբերություններ եւ առողջ կոմունիկացիա։
Եվ մենք ունենք այս մասով շատ դեպքեր հաստատ կունենանք, երբ որ այդ չի տեսանկարահանվել, համապատասխան համացանց չի գծվել եւ այդ դեպքերը անհետ, այսպես ասած, այստեղ հայրիկը քրեակատարողական ծառայության հիմա իմ ասածը այն է, որ պետք չի թիրախավ ես ընդհանրացնում եմ, որովհետեւ նախ ես նշեցի, որ մենք ցանկացած մեր գործողություն պետք է անենք օրենքից ելնելով եւ մեր օրենքը չի նախատեսում անձին աշխատանքից ազատում իր ազգականի կողմից կատարված հանցանքի ոչ էլ լիազորությունների սահմանափակում է ենթադրում օրենքը նախ այս համասի խոսենք եւ նաեւ ուզում եմ որ երեխաներին էլ չթիրախավորենք քրեական ենթամշակույթ տերմինը իրենց վրա կպցնելով որովհետեւ այս երևույթը որը մենք ունենք մեր հասարակության մեջ ծեծով հարցերը լուծելու երևույթը մենք մեր հասարակության մեջ ունենք եւ եթե դրա անունը դնենք քրեական ենթամշակույթ մենք կստացվի մեր հասարակության մեծ մասը կրում է քրեական ենթամշակույթ աբսուրդ է գիտեք որ նա որ մեկի հայրը քրեակատարողականի աշխատիկից է մեկինը դպրոցի տնօրենն է մյուսինը մանկապարտեզի դաստիարակ է կամ դաստիարակչուի մեկինը համայնքի վարչական ղեկավար է այսինքն մարդիկ որոնք ինչ որ ինստիտուտներ են կառավարում Մեր համար այստեղ ամենակարևորն էր հասկանալ, թե լծակների մասին խոսեցիք, այդ անձը ունեցել է որոշակի վարքային դրսևորումներ տարբեր կերպ ազդելու նախաքննության կալանքի տակ եղել, մեկ ամսովն է եղել, թե 20 օրը 3-ից չէ, անչափահասները Աբովյան քրեակատողական հիմնարկում են բոլորը անչափահասները եւ կանայք Աբովյան քրեակատողական հիմնարկում են իրենց պատիժ խոսել եք նրա հոր հետ, որը որ աղջիկի է, ինչ մեկնաբանություն է Ինչպես է որդու այսպես պահվածքում մեկնաբանել։ Ես խոսել եմ հոր հետ, բայց քանի որ դա շատ կոնֆիդենցիալ խոսակցություն է, չեմ ուզում դրա մասին բարձրաձայնել, նաև անձի անձնական տվյալների գաղտնիությունը հաշվի առնելով նաև քրեակատորական հիմնարկներում արտամտահոգիչ դեպքերը, որոնց մեզ որպես լրագրողներ առանձնանում են, ես նաև լրատվական դաշտի անունից խնդրում եմ կազմակերպել այցելություն, որպեսզի մենք նաև որոշակի առավոտևում ծանոթանանք եւ գիտեմ որ հաշվի առնելով որ շատ ազատությունից զրկված անձիկ ցանկություն չունենա հարցազրույց տալու լինում են նմանատիպ դեպքեր այնուամենայնիվ պայմանները տեսա նկարահանելը եւ իրավիճակները ծանոթանալու համար որպեսզի հղում չարվի, որ նրանք ցանկություն չունեն հարցազրույց տալու։ Մենք առաջիկայում, եթե չեմ սխալվում, դեկտեմբերի 16-ին, բայց այդ մասին մենք հայտարարությամբ հանդես կգանք Աբովյան քրեակատողական հիմնարկում, ինչպես որ նախարարը խոստացել էր շրջայց ենք իրականացնելու, ես էլ կլինեմ այդ շրջայցին եւ դրանից հետո նաեւ նախատեսում ենք փակ քննարկում լրագրողների հետ տարբեր հարցերի հետ կապված։ Այո։ Հնարավոր է շրջայց կազմակերպել։ Այս պահին այդ հարցը կարող ենք մենք քննարկել եւ ձեզ դրա պատասխանը տալ։ Հնարավորությունը դեկտեմբերի 16-ին, այո, Աբովյան քրեակատողական հիմնարկում շրջայցի եւ հետագայում նաեւ փակ քննարկման հրավեր կլինի։ Դուք համաներում անօտորնավ ընդդիմության կողմից անհրաժեշտություն ունեք համաներում հայտարարելու, որ ցանրաբեռնվածություն իհարկե դերտեղ է կան, բայց ամեն դեպքում 2000 համաներում կապված որ առաջարկներ նստածել, եթե քաղաքական որոշման պետք է լինի, բայց ինչպես է կարծում, արժե քաղաքական Նայեք, համաներումը ունի դրական եւ բացասական կողմերը, դրական կողմերից քրեակատողական հիմնարկի ծանրաբեռնվածությունը թոթափելն է եւ անձանց երկրորդ շանս տալը, բայց իր բացասական կողմերը մենք նաեւ հետագայում հանցագործությունների աճով ենք տեսնում եւ այս պարագայում պետությունը որդեգրել է անհատական մոտեցման քաղաքականությունը եւ մենք հիմա աշխատում ենք բաժից պայմանական բաժամկետ ինստիտուտի զարգացման ուղղությամբ եւ որը որ մեծ հնարավորություն կտա հետագայում ըստ մեր հաշվարկների հնարավորինս շատ անձինք, որպեսզի պայմանական բաժամկետ ազատվեն իրենց ոչ թե այս կամ այն համաներման, այսպես ասած, ընդհանրական հանի մեջ ընկնելով, այլ անհատական մոտեցման եւ իրենց վարկով պայմանավորված է կլինի։ Պայմանական բաղաժամկետ ազատվել է 151 անձ, ես ասում եմ նոյեմբերի 24-ի տվյալներով, վերջի մի քանի օրվա տվյալը այս պահին չունեմ, անցյալ տարի ամբողջ տարվա ընթացքում 130 էր, եթե չեմ սխալվում, գնալով 24-ի մասին է խոսքը, գնալով տենդենսները ավելանում են եւ ես կարծում եմ, որ համապատասխան մեր գործընկերների հետ ճիշտ կոմունիկացիաների արդյունքում մենք հետագայում նաեւ այս մասով բարելավումներ կունենանք
եւ նաեւ մենք քրեակատվական ծառայության կենտրոնական մարմնում արկա է տեղաբաշխման հանձնաժողով, որը որ իրականացնում է անձանց անվտանգային գոտիների փոփոխություն, այսինքն բարձր անվտանգային գոտից անձը իր վարքագծով պայմանավորված կարող է հայտնվել առավել ցածր անվտանգային գոտում եւ այս մասով էլ մենք թողեք վերջացնեմ, այս մասով էլ մենք ունենք բարելավումներ եւ այս տարի այս պահին թվերը չեմ հիշի, բայց մենք իհարկե մեր ծառայության էջում անհամբռան ամփոփումներից հետո դրանք կգցենք, կարող եք ծանոթանալ, մենք այս մասով էլ ունենք շատ անձինք, ովքեր որ առավել ցածր անվտանգային գոտի են գնացել 24-ին վրա 30 հոգի մոտավորապես կա վիճակագրություն այդքան մարդուց ով է նորից վերադարձել, այսքան ոչ պատճառ այս պահին ես իմ մոտ այդպիսի վիճակագրություն չունեմ, մենք իհարկե մեր պրոբացիայի գործընկերների հետ կոմունիկացվում ենք այս մասով եւ նաեւ ինչ որ դեպքերում ինֆորմացիան փոխանակում ենք, բայց ես այդպիսի տեղեկություններ չունեմ եւ չեմ կարող ձեզ հայտնել։ Տիկին Թադևոսյան եւ բանտային պայմանների մասին ինչու՞ հիմա ունենք իրավիճակներ, որ բանտախոսությունը սանհանգույցը նույն տեղում են եւ վերջերս ազանգում էր փաստաբանը, որ իր պաշտպանյալ այնպիսի խցում է, որտեղ սանհանգույցը ընդամենը հարաբերով է բաժանվում։ Քրեակատվական հիմնարկներում արկա նաև պահման պայմանների խնդիրները եւս նորություն չեն եւ եթե դուք հետևում եք քրեակատվական ծառայության էջին կամ արտադրության նախարարության էջին կտեսնեք այս տարվա մեր կատարված աշխատանքները վերանորոգման տեսքով որի մենք այսպես ասած կարիքների գնահատում ենք իրականացնում այդ կարիքների գնահատման հիման վրա հաշվի առնելով մեր թե ժամանակի ռեսուրսը թե անձանց թե ֆինանսական ռեսուրսները ինչ որ X քրեակատվական հիմնարկներում անում ենք տարբեր վերանորոգումներ, տարբեր կերպ բարելավելով մարդկանց կյանքը։ Այս տարի եւս մենք արդեն կարիքների գնահատում արել ենք եւ գիտենք, թե հաջորդ տարվա համար մենք որտեղ ենք վերանորոգումներ անելու, որտեղ ենք որոշակի ինչ որ իրավիճակ փոխելու պահման պայմանների տեսանկյունից եւ կարծում եմ, որ շատ մեծ ցանկության դեպքում դուք նաեւ կարձանագրեք այդ հաջողությունները մեր այսպես ասած փոքրիկ եւ հետագայում նույնպես կփաստարկեք այն փոփոխությունները, որը որ կտեսնեք։ Շնորհակալություն։ Ձեզ